Բարև ձեզ հարազատներս, այսօր ուզում եմ մի քիչ խոսել անհնազանդությունից, բարկությունից, իմ ամենակարևորագույն մեղքերից։ Հիշեցնեմ, որ ես մանկաբարձ գինեկոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու, 21 տարի աշխատել եմ Մոսկվայի առաջատար կլինիկաներում, արդեն 2 տարի է ինչ աշխատում եմ մեր երկրում, ու հետաքրքիր է, որ ես Մոսկվայում զգում եի, որ գամ Հայաստան, հոգևոր աճս միայն այստեղ, այդպիսի զգացողություն ունեի, որ միայն Հայաստանում կարամ աճեմ, ներսում հոգիս աճի, ու արդեն ասել եմ, որ մեղքեր կան, նենց են մեզ կպած, որ ոչ էլ հասկանում ենք, որ մեղք է։ Շատ կան մեղքեր, որ թվեմ Երևանը կքշի կտանի, խղճում եմ ձեզ, բայց կան, որ ոնց որ ով ինձ տեսնե արդեն գիտի, որ այդ անհնազանդությունը իմ մեջ է, այնքան են ինձ ասել, որ դու ոչ մեկի չես լսում, ինչ ծնե դա լսում եմ, արդեն 50 տարի կդառնա մյուս տարի, դա ու բարկությունը, այս ճիշտն ասած իմ մասին, որ ասում եմ անհնազանդություն ու բարկություն, մեր երկրում ես երևի ամենահնազանդն ու չբարկացող անձնավորությունն եմ, համատարած անհնազանդություն ու գորգռոց բժշկական հիմնարկներում, բժիշկ կլինի, մայրապետ կլինի, բուժքույր կլինի, ժողովուրդ ջան, ես արտասամ, դե Ռուսաստանում էլ կա իհարկե տենց բաներ, զարգացող երկիր է, այնպես չի որ, բայց ես արտասահմանում մի տեղ եմ տեսել, որ բժշկական հիմնարկում գորան, դա բաներ Վիեննայում էր, ու ոնց որ լատիներեն խոսացող չհասկացա մեքսիկացի էր այդ բուժքույրը, թե իսպանացի էր, մի խոսքով նոր եկած ու գորգռում էր գերմաներեն չի հասկանում ինչի մասին, բայց ես դա նկատեցի, որ մնացածը բոլորը լուռ էին, լսում էին իրան, ոչ մեկ չէր պատասխանում, բա մեր մոտ վլաստի հարց է լուծվում, առավոտից իրիկուն տարբեր մակարդակների վրա, այդ վլաստի հարցը, գիտեք չի, դա մարդուզից սատանային ծառայի դրանից լավ չի կարա անի։ Երեք մի մոմենտ աչքովս ընկավ, որ մեր երկրում, չիմացա դա ճիշտ է այդ ինֆորմացիան, թե չէ, որ 10 մզկիթ են կառուցելու, գիտեք, վատ չզգացի դրանից, իհարկե Աստված հերոպայի որ դա լինի, բայց վատ չեմ զգա, որ դուք տեսնեք, որ հավատքը ինչ է, որ տեսնեք մարդիկ, որ մենք այնքան հետաքրքիր երկիր է մեր երկիրը, ժողովուրդ, մի կողմից մեր նման հավատքով մարդիկ չկան աշխարհում։ Մեր մոտ գողավազակը գնա գողության հավատքը Աստծուն խնդրելով է գնալու գողություն անի, մարդասպան Աստծուն խնդրելով գնում է մարդ, հասկանում եք, այդ աստիճանի ոնց որ գիտեն, որ Աստված կա, բայց Աստծուն թողած մի կողմ, Աստված ջան, դե դու տեղ քո գործերը տարա, ես էլ ինչքան կարամ իմ գլուխս պահեմ, հասկանում եք, հավատքը դա չի, ժողովուրդ ջան, հավատքը նա է, որ ապավինես Աստծուն, լրիվ ուրիշ բան է հավատքը, մյուս կողմից էլ մենք սենց առաջի քրիստոնյա երկիրը ու փառքաստու եկեղեցիները լիքն են այդ պատարակներին, հաղորդություն ստանալուց արդեն ասել եմ, իմ ամենաերջանիկ պահը նա է, որ տեսնում եմ, որ տղամարդիկ են լիք լցված եկեղեցում ու բոլորը հաղորդություն են ստանում, դա աշխարհի երջանիկ մարդն են դառնում, քիչ են երկրներ, որ այսքան մարդիկ են հաղորդություն ստանում ամեն կիրակի, բայց բոլոր դեպքերում մեր ժողովուրդը հերու ենք ինձնից սկսած բոլորս, նենց որ կարելի է ահագին աշխատանքներ ունենք կատարելու, առաջինը դա բարկությունը Կոնֆուցիոսն ասել, որ եթե դու բարկացար, ուրեմն քեզ հաղթեցին, սա իրոք ոնց որ սատանայի աղացին ջուր լցնես, եթե բարկացար, ես շատ եմ բարկանում, առաջ այդ կոմենտների վրա էի բարկանում, հիմա մի քիչ քչացրեցի այդ կոմենտ կարդալը, փառքաստու, հիմա էլ իմ բուժառուների վրա եմ զայրանում, դել չեմ ասում, որ 40,000 հետևորդից 1000-ը անպայման մի հարց պետք է գրի օրվա մեջ, այդքան գրում եմ, որ ես հարցերին օնլայն չեմ պատասխանում, ոչ մի խորհուրդներ չեմ կարատամ, կարող եմ շփոթվել, բուժառուներին իրար հետ շփոթեմ, սխալ կոմենտ, սխալ պատասխան տամ, ձեզ չէ, էլի գրում են, 1000 հոգի անպայման պետք է գրի, ես էլ 1000 հոգու պետք է գրեմ, որ կներեք, ես ձեզ չեմ կարալու պատասխանեմ, սա մի կողմից, դա արդեն դա սովորել եմ, դրա վրա չեմ ջղայնանում, ուղղակի գիտեմ, որ օրվա մեջ այդքան ժամանակ պետք է վատնեմ, անծանոթ բուժառուներս են, ուրեմն բուժառուներից բոլորին խորհուրդները տպած, համ իրանց մեյլին եմ ուղարկում, համ ասում եմ նկարեք, դե
թուղթ չկա, պրինտերներ չկան հիվանդանոցներում դեռ մեր, նկարում են խորհուրդները, գրած է մամոգրաֆիան 5-ից 8-րդ դաշտանի 5-ից 8-րդ օրը։ Զանգում են շաբաթ օրը, որ ասեն բժշկուհի ջան, այ ամսի 6-ին ա եղել, հենց մի հատ հաշվի տես 5-րդ օրը իմը երբ է գալիս։ Ժողովուրդ ջան, բա ասենց բան չեմ կարա չզայրանամ։ Ուրեմն զանգում են միայն իմ բուժառուները, եթե շտապ դեպք է եղել։ Ես ընդհանրապես երևի ինչ որ հոգեկան խանգարում էլ ունեմ այդ զանգերի հետ կապված, տանել չեմ կարում զանգ։ Զանգը ինձ համար հեռախոսազանգը ինձ համար ինչ որ մի հատ աղետ է, որովհետև ես մենակ աղետի ժամանակ եմ զանգում։ Ինչ որ մի հատ շտապ դեպքը պիտի լինի, կամ մեկը շատ վատ լինի, մեկը մահամերձ լինի, որ ես հեռախոսս բռնեմ զանգեմ։ Շատ հազվադեպ եմ։ Ու դրա համար ամեն զանգից մոտս էս ինչ եղավ։ Էս ինչ եղավ, էս բուժառուին էս ինչ եղավ, որ զանգելա շաբաթ օրով ու պարզում է, որ ես պիտի նստեմ իրա դաշտանը հաշվեմ, տենամ 5-րդ օրը Իրանը երբ է գալիս հասնում։ Մի կարևոր բանի մասին մտածելուց եմ լինում, միտքս կտրվում է, մի կարևոր բան կարդալուց եմ լինում, այդ արդեն հարամվում է, մի կարևոր գործ ես անում, կտրվում է։ Մի խոսքով խանգարողներ մեր երկրում շատ ունենք, սա մի կողմից էլ լավ է, որ դու քո համբերությունդ տեղ ունես աճացնելու, դե ես լիքը տեղ ունեմ համբերություն աճացնելու, հնազանդությունը, համբերությունը, չբարկանաս մարդկանց, բարկանում եմ։ Իսկ այդ հնազանդության պահադե շատ կարևոր եկա մի պահ, որ արդեն ասել եմ Սուրբ Պայիսիոսի մասին ֆիլմ եմ նայում եւ Սուրբ Անտոն Մեծի գիրքն եմ կարդում, գրառումներն եմ կարդում, այս երկուսն էլ հնազանդությունը համարում են գագաթնակետը հոգու զարգացման, հետաքրքիր է, որ ընտանիքներում դա ավելի շատ է հնարավոր անել, կինը ամուսնուն հնազանդ լինի, ամուսին Աստծուն հնազանդ լինի, իսկ դե ինձ էլ լիքը հնազանդվելու տեղ ունեմ, անհնազանդ եմ ծնողներիս, անհնազանդ եմ ղեկավարներիս, անհնազանդ եմ մարդկանց, ու այդ ֆիլմերը դիտելուց, այդ գրքերը կարդալուց հասկանում ես, որ ուր ես, ինչքան ես հեռու հոգիդ փրկելու համար, եթե մենք այստեղ ենք, որ մեր հոգին փրկվի, ու համարում եմ, որ հետաքրքիր էտապում եմ, որ մեղքերից հետ պայքարելու հնարավորություն ունեմ արդեն։ Առաջ չէի հասկանում, այդ մեղքերը հա գործում էի, ու ասում է դե հիմա սենց էր, այս մեկնա մեղավոր էլի, ոնց որ մնացածն, այս մեկնա մեղավոր, ժամանակ առ ժամանակ ասում է դու էլ սենց արեցիր, կարա չանեիր, որ սենց մեղքեր չգործեի։ Հիմա արդեն այս գրքերը կարդալուց հասկացա, որ մենք ահագին զենքեր ունենք մեղքերը գործելու դեմ պայքարելու, որ մենք ինֆորմացիա է, դա պիտի կարդաս որ գա, հենց նես չի գալու ժողովուրդ ջան, հենց նես դա իմանաս, ու այդ ինֆորմացիան էլ երևի դու պիտի տեսնան, որ դու աճում ես, այդ ինֆորմացիան բերեն քեզ տան, որովհետև եթե կարող է ինձ մի քիչ շուտ ես ամեն ինչը հանդիպեր, Սուրբ Անտոնի գիրքը ոչ էլ բան հասկանայի, այ հիմա փառք Աստծո, որ հիմա է եկել, ու արդեն չեմ ասում անմեղացա, այսի դեմք եմ դառնալու, ոչ, բայց հեշտացավ մեղքի դեմ պայքարը, որ հասկացա, որ ես Աստծո նմանությամբ եմ ստեղծված, որ այդ զենքերը մեջս իմ ծնե եղել են, հնազանդություն, պարկեշտություն, շուշկալություն, համբերություն, աշխատասիրություն, ճշմարտասիրություն, մարդասիրություն, աստվածասիրություն, անթվարկելի են դրանք, այդ բոլորը զենքեր են, ու որ մեղքը արդեն տեսնում ես, որ մոտենում ես, որ մեղք գործելու, մի անգամից զենքդ հանես, ջնջես, պիտի աշխատենք այդ ուղղությամբ։ Մի խոսքով շատ կարևոր ճանապարհի վրա եմ, հուսամ դուք ինձնից ավելի առաջ եք։ Մեծ հույսերով կհանդիպենք նորից, բարի օր բոլորիդ։